Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում կայացավ ամենամյա էքսպոն, մեկտեղելով նորարարությունն ու կրթությունը, տեսությունն ու կիրառական փորձը։ Երկօրյա մասնագիտական կողմնորոշման միջոցառումը կրկին հանդիպման հարթակ էր ապագա ուսանողների, գործող մասնագետների եւ գործատուների միջև, նշում է մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը։ Հյուրընկալում ենք համայնքի, քաղաքի, մարզի տարբեր դպրոցներից աշակերտներ, ներկայացնում ենք մեր մասնագիտությունները, մեր հնարավորությունները, մեր լաբորատորիաները, այս անգամ մեր ուսանողները իրենց առանձին մշակումներով են նաև հանդես գալի եւ իրենք կներկայացնեն իրենց մշակումները։ Էքսպոն, որն իր ձևաչափով միաժամանակ բաց դռների օր էր, միավորել էր տարբեր դպրոցների ժամանած աշակերտների, ուսուցիչների եւ ոլորտային գործընկերների։ Ներկայացված էին կրթության բոլոր աստիճանները դպրոցից եւ քոլեջից մինչեւ բակալավրիատ եւ մագիստրատուրա։ Կարող ենք նկատել, որ տարեստարի բարելավում է միջավայրը եւ կարծում ենք ունենք որակական տեղաշարժ։ Էքսպոյի կարևոր բաղադրիչներից էին նաև ոչ ֆորմալ կրթության խմբակները, որոնք արդեն տևական ժամանակ են մեկնարկել են մասնաճյուղում հնարավորություն տալով աշակերտներին դեռ դպրոցական տարիներից կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։ Ես Մարատ Ավետիսյանն եմ, սովորում եմ Ղարաբջանյանի միջնակարգ դպրոցում։ Միլենան եմ, Ղարաբջանյանի միջնակարգ դպրոցից եմ։ Ես Լուիզան եմ, Վարամաբերդի միջնակարգ դպրոցից եմ։ Ես Տաթևն եմ, Ամասյանի միջնակարգ դպրոցից եմ։ Այս խմբակը շատ փովելի է, որ կարողանան այն աշակերտները, որոնք դեռ չեն մոտիվացվել, չեն կողմնորոշվում իրենց մասնագիտության հարցում, կարողանան որոշել, թե ինչ մասնագիտություն ընտրել։ Կրթական նման ձևաչափը մեծ ակտիվություն է բերել հաստատություն, արհեստական բանականության կիրառությունից մինչև գրաֆիկ դիզայն, հագուստի մոդելավորում, արվեստ եւ այլ ուղղություններ։ Ծրագրերը միտված են վաղ փուլում բացահայտել ու զարգացնել հետաքրքրությունները։ Գրաֆիկ դիզայնը հավելյալ կրթություն է, աշակերտներին թույլ է տալիս մինչ ընդունելությունը ծանոթանալ ինստիտուտի կրթական ծրագրին, թե իրենից ինչ է ներկայացնում։ Մեր ներկայիս ժամանակներում բոլորս առնչվում ենք արհեստական բանականության հետ եւ մեր դպրոցը հնարավորություն է տալիս նաեւ ծանոթանալ դրանց աշխատելու սկզբունքներին։ Տեխնոլոգիական ապագան այստեղ ոչ թե խոստում է, այլ արդեն ձևավորված միջավայր, որտեղ ուսանողները իրենց իսկ նախագծերով ապացուցում են գիտելիքի գործնական արժեքը։ Տնտեսագիտություն մասնագիտությունը աչքի ընկնում իր ժամանակակից մոտեցումներով, ասեմ ինչու, քանի որ տնտեսագիտությունը այստեղ զարգանում է տեխնոլոգիաներին համահունչ, որը թույլ է տալիս ապագա տնտեսագետին ժամանակին ճիշտ կառավարել գործընթացները, հասկանալ տեխնոլոգիաները, արագ փոփոխվող երևույթները կառավարել։ Բուհի առաջխաղացման կարևոր նախապայմաններից են շարունակական եւ ճկուն համագործակցությունները, թե տեղական, թե միջազգային գործընկերների հետ։ Այդ համատեքստում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում իրականացվում է միջազգային ռեկոնոմի ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել եւ գործարկել համալսարանային ինտեգրված ադապտիվ հագուստի հետազոտական եւ զարգացման լաբորատորիա, որը ոչ միայն կնպաստի ոլորտի զարգացմանը, այլև ուսանողներին հնարավորություն կտա ներգրավվել ժամանակակից պահանջված եւ միջազգային չափանիշներին համապատասխան նախագծերում։ Միջոցառմանը ներկա են նաեւ գործատուններ, որոնց համար նման հարթակները կարևոր են ապակա կադրերի ընտրության տեսանկյունից, վկայելով երկուս տեղ ստեղծված ամուր համագործակցության մասին։ Մշտապես համագործակցությունը կա, պրակտիկան անցնում են բանկում եւ հետագայում այդ պրակտիկայի հիման վրա ուսանողները, որոնք ցուցաբերել են առաջադիմություն եւ սովորելի ցանկություն, ամյոթ բանկը իհարկե համագործակցությունը անպայման շարունակում է։ Էքսպոյի ամենադիտարժան հատվածներից մեկը ուսանողական նախագծերի ցուցադրությունն էր։ Տնտեսագիտության բաժնի ուսանողները ներկայացնում են ֆինանսական գրագիտության եւ կիրառական տնտեսագիտության ծրագրեր, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սովորողները արդեն իրական լուծումներ։ Կիրառական մաթեմատիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի ուսանողները ներկայացրել էին անի քաղաքի վիրտուալ վերակառուցումը եւ ոչ միայն։ Հնարավորություն ունենք VR-ով շրջել անի քաղաքում, ինքը իր տեսակով չի կրկնվի։ Ուսանողների մեկ այլ թիմ աշխատում է անօդաչու թռչող սարքի ստեղծման վրա համագործակցելով տեխնոլոգիական ընկերության հետ։ Համագործակցեցինք Midcension ընկերության հետ, նրանց մոտ գնացինք ատեստացիայի, սովորեցինք թե ինչպես աշխատել կոմպոզիտային նյութերի հետ եւ սովորեցինք թե ինչպես ստեղծել անթռչող սարքեր։ Վային լուծումների շարքում առանձնանում էր նաև զբոսաշրջային հավելվածի նախագիծը, որը հնարավորություն է տալիս օգտատիրոջ բյուջեի եւ հետաքրքրությունների հիման վրա ստեղծել անհատականացված 7-օրյա ճանապարհորդական պլան։ Իսկ սա ավելի ինդիվիդուալ մոտեցում է, այսինքն ամեն մարդ ունի իր հետաքրքրությունների բյուջեի սահմաններում առանց որևէ տուրիստական ընկերության օգնության
միայնակ կազմակերպել իր հանգիստը։ Դպրոցական եւ միջին մասնագիտական կրթության ուղղությամբ մասնաճյուղը ներկայացնում է շարունակական կրթական համակարգ սկսած հիմնական դպրոցից մինչև քոլեջ։ Դպրոցի հիմնական օղակում այս տարի նախատեսում ենք ստեղծել 5-րդ, 7-րդ եւ 8-րդ դասարաններ, բացել այս դասարանները, իսկ քոլեջում, միջին մասնագիտական կրթական ծրագրում նախատեսում ենք այս տարի արդեն ներմուծել հագուստի մոդելավորում եւ նախագծում մասնագիտությունը։ Մասնագիտական կողմնորոշման ճանապարհին երկօրյա էքսպոն որոշիչ էր 43 ուսումնական հաստատություններից շուրջ 600 այցելուների համար, եւս մեկ անգամ ապացուցելով, որ տեխնոլոգիական ապագան պոլիտեխնիկում է։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի 5-րդ նիստը։ Օրակարգի շրջանակում ներկայացվել են կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման, ռոբոտատեխնիկայի եւ արհեստական բանականության զարգացման պետական ծրագրերի նախագծերը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը եւ վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հետագա գործունեության վերաբերյալ նախագիծը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկայացրել է վարչապետին կից Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի հետագա գործունեության վերաբերյալ նախագիծը, անդրադարձել խորհրդի կազմի համալրման հարցին։ Ներկայացված նախագծերի շուրջ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, ընդգծվել է կառավարության կողմից իրականացվող եւ նախատեսվող ծրագրերի հետ նախագծերի համադրության կարեւորությունը վերջինների առավել արդյունավետ իրականացման տեսանկյունից։ Ամփոփելով քննարկումները եւ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների միջոցով տնտեսական փոխակերպման կարեւորությունը, վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին ներկայացված նախագծերի շրջանակում աշխատանքային քննարկումներ կազմակերպել եւ ներկայացնել դրանց իրականացման ինստիտուցիոնալ մեխանիզմները։ Հայաստանի ու Ավստրիայի միջև խորհրդարանական կապերը կարևոր դեր ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում։ Խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքի ու փոխայցերի միջոցով խորանում է քաղաքական երկխոսությունը, ամրապնդվում փոխվստահությունն ու ձևավորվում են համագործակցության նոր ուղղություններ։ Այս շաբաթ ազգային ժողովի Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի հրավերով մեր երկիր էր այցելել Ավստրիայի ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի պատվիրակությունը։ Նախ հանդիպում խորհրդարանի խոսնակի հետ։ Քննարկումների առանցքում էին երկկողմ եւ միջխորհրդարանական կապերին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը։ Ալեն Սիմոնյանը բարեկամական խմբի անդամների ուշադրությունը հրավիրեց նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Հաջորդ հանդիպումը բարեկամական խմբերի միջև էր, քննարկվեցին Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացին, TRIP ծրագրին, տարածաշրջանում կայունության ապահովմանն ու առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Ավստրիան կողմ է եւ ուզում է տեսնել խաղաղ տարածաշրջան։ Դա ոչ միայն Հայաստանի ու Հարավային Կովկասի, այլև ամբողջ աշխարհի համար է լավ։ Հսկայական ձեռքբերումներ ունեք խաղաղության գործընթացում։ Ոչ ոք չէր էլ պատկերացնի, որ այն մի օր իրականություն կդառնա։ Այս առումով շնորհավորում եմ բոլորիս։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հնարավոր հետևանքների լույսի ներքո ավստրիական կողմը ներկայացրեց մի քանի առաջարկ։ Ցանկություն հայտնեցին հեռանկարում Հայաստանում երկաթուղու, վերականգնվող էներգետիկայի եւ այլ ոլորտներում ներդրումներ անել եւ իրենց ներկայությունն ապահովել հայկական ներդրումների շուկայում, որը մեզ համար շատ ուրախացուցիչ է եւ ողջունելի, որ արդեն Հայաստանը դառնում է այսպես կայթագղիչ տնտեսական ներդրումների տեսանկյունից։ Ավստրիան իր հաստատուն աջակցությունն է ցուցաբերում նաև Հայաստանի եվրոպական ուղեգծին, ընդգծելով այդ ընտրության ռազմավարական կարևորությունը։ Ինչպես երկկողմ հայ-ավստրիական հարաբերություններում, այնպես էլ Եվրոմիության շրջանակներում խոստացան իրենց ուժերի ներածին չափով աջակցել մեր նախաձեռնություններին, մասնավորապես նաև 2025 թվականին Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված եվրոինտեգրման ընթացքի վերաբերյալ օրենքի շրջանակներում եւ այդ շրջանակներում մեզ համար իհարկե շատ կարեւոր է վիզաների ազատականացումը, որի մասին ես խոսեցի եւ նրանք կրկին պատրաստակամություն հայտնեցին իրենց ուժերի ներածին չափով աջակցություն ցուցաբերել։
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հյուրերի խնդրանքով ներկայացրեց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում իրականացվող քայլերը, անդրադարձ կատարվեց նաեւ վիզաների ազատականացման հեռանկարներին։ Այցի ընթացքում Ավստրիայից ժամանած պատվիրակությունը եղավ նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հյուրերը հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը։ Ավստրիա-Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի անդամները եղան նաև Ցեղասպանության թանգարան ինստիտուտում, գրառում կատարեցին պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Թորնի կանունով այս երիտասարդը Բաքում խանութի դիմաց հանգիստ կանգնած է եղել, երբ մի մեքենա արագ վրա երթի է ենթարկել, ոտնաթաթը տեղում կտրել։ Զգացի մեքենա է գալիս, ես չհասցրեցի փախնել, էլի։ Մեքենան հարվածել էր ծնկիս, հենց, բայց ոտքս մնացել էր մեքենայի անիվի ու գործուրի արանք։ Այնտեղ բանից ոտնաթաթից ամպուտացվել էր ոտքս։ Շուրջը եղած մարդիկ անմիջապես տեսել են ամպուտացված ոտքը, բայց ինքը չի պատկերացրել, մտքով էլ չի անցել, թե ինչ է կատարվել։ Չէի տեսել ինչ էր կատարվում այդպես, որ ուզում էի բարձրանայի, խանութի մեր աշխատողներից Վլադանով մի հատ ընկերում եմ, ինքը եկավ, չթողեց որ բարձրանայի, գլուխս որ բարձրացի, տեսա ոտքս որ ամպուտացվել է։ Այդ պայն շոկ էի ապրում։ Անցորդներն արագ կողմնորոշվել են, առաջին օգնություն ցուցաբերել, շտապ օգնություն կանչել, ամպուտացված ոտքն էլ սառույցի մեջ են դրել, որ հիվանդանոց ուղարկեն։ Ամպուտացված թաթս էլ դրեցին սառույցի մեջ, դրանից հետո էլ ոտքս դրեցին սառույցի մեջ։ Իր մտքով անգամ չի անցել, որ վրա երթից տեղում կտրված ոտքը հնարավոր կլինի վերականգնել, բայց փաստորեն անցորդների մեջ եղել են մարդիկ, որ պատկերացրել, հավատացել ու արագ գործել են։ Մի անգամից ինձ վերեցին առաջի հիվանդանոց Արտավազ Սահակյանի մոտ, շնորհիվ նրա ոտքս ինքը նորից վերականգնեց։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։ Երկարատև ու բարդ վիրահատությունից հետո Թորնիկն արթնացել է սեպտեմբերի 17-ին, 2 օր անց, եւ այն ինչ տեսել է, ոչ կպատկերացներ, ոչ էլ կհավատար, եթե իր գլխով չանցներ։ Տեսա ոտնաթաթս տեղում ու հավատս չէր գալիս։ Հետո սկսվել է սարսափելի ցավերի փուլը, ասում է ոչ մի դեղորայք, ոչինչ չէր օգնում։ Այսպես ասած, կարված ոտքի նյարդերն էին վերականգնվում։ Դե որ գիտեի ոտքս պիտի փրկվի, ցավերին են որ համակերպվել է, իրանք էլ ինձ էին համակերպվել։ Ոտքը փրկվել էր շնորհիվ երջանկահիշատակ Արտավազդ Բագրատիչի, բժշկի վերջին վիրահատություններից է եղել դա, բայց արդեն վրա էր հասել վերականգնողական բուժման պահը, որ կրկին քայլել կարողանար ու անտանելի ցավերը վերանային։ Ուղղորդել են զինվորի տուն։ Ձեռնափայտերով էի գալիս, հիմա ոնց տեսնում եք արդեն ձեռնափայտերս միան եմ գրել։ Իշ բուժումները արդյունք տալիս է։ Ցավեր միջև ստեղ գալը շատ էր ցավերը, մասաժները, թերապիաները, ես ստեղ լազերներ եմ ստացել։ Դա արդեն մեղմանն է ցավերս ինձ կոպիտ ասած։ Հրաշքով ոտքը վերականգնած տղան հրաշքով էլ սկսել է կրկին քայլել։ Վթարից հետո մեկամսյա անքուն գիշերներից հետո զինվորի տանը բուժման արդյունքում վերջապես սկսել է նաև քնել։ Շնորհակալ եմ բժշկական անձնակազմից, ձեզանից, զինվորի տան բոլոր շատ ջերմ բարեհամբույր ընդունելության համար։ Վիոլիաջուր ընկերության ներկայացուցիչի ձեռքին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Երևանյան թաղամասի հատակագիծն է։ Մասնագետը պատմում է, նախապես ծրագրել են, թե բնակելի շենքերի որ հատվածում ինչ դրամաչափի խողովակներ են անցկացնելու։ Թաղամասում անսովոր եռուզեռ է։ Բազմաբնակարան շենքերի բակերում ակտիվ շինարարություն է իրականացնում Վիոլիաջուր ընկերությունը։ Գրեթե բոլոր շենքերի մուտքերի մոտ քանդման, ջրագծերի փոխարինման աշխատանքներ են։ Թաղամասն ունի խնդրահարույց ջրամատակարարում։ Երևանյան թաղամասը 17 հատ բազմաբնակարան շենք ունի եւ մի 40 հասարակական մանկապարտեզ, դպրոց, հասարակական օբյեկտներ ԽՍՀՄ ժամանակներից այդ ջրագծերը մնացել են, կոռոզիա են ենթարկվել, քայքայվել են,
Դրան գումարվել է արդեն անհայտ միացումներ, ապօրինի միացումներ, որը ընթացքում մի հայտ են գալիս, խցափակվում են, նոր ջրագծով արդեն դրանք ամեն ինչը կբացառվի։ Գաղտնի վթարներ, ջրակորուստ, արդյունքում ջրի ճնշումը նվազում էր, բնակիչների դժգոհությունները ավելանում։ Բազմաբնակարան շենքերի վերջի հարկի բնակիչները դեր չեն բողոքի ճնշումից, քանի որ արդեն ճնշումը նույնպես կարգավորվի։ Ջրագծերի փոխարինման աշխատանքների ընթացքում խողովակների վրա առկա վթարները անմիջապես վերացվում են Վիոլյա թիմի կողմից։ Ժամանակավոր միացումներ են տալիս, որպեսզի բնակիչները ջրի խնդիր չունենան։ Մյուս կողմից քաղաքում մեծ աշխատանք են իրականացնում ընկերության գոտիավորման մասնագետները, որոնք փնտրում ու գտնում են գաղտնի վթարները, հետագայում ասֆալտի շերտը քանդելուց եւ վթարներ վերացնելուց խուսափելու համար։ Այս ամենին էլ զուգահեռ Եղվարդում Վիոլյա թիմը շարունակում է իր ակտիվ պայքարը ապօրինությունների եւ ջրագողությունների դեմ։ Բազմիցս մեր առևտրային իրացման տեղամասում պայքարել ենք ջրագողության դեմ, ինչը որ շատ մեծ քանակ է կազմվել են ապօրինի միացումների խախտման արձանագրություններ, ինչպես նաև մեծ քանակությամբ ջրաչափեր ենք փոխել, որոնք իրենց հերթին նույնպես բերել են նրան, որ գնալով լաբորատոր ստուգաչափման արձանագրություն է կազմել, ջրաչափերը միջամտած են եղել, կանգնած են եղել։ Ջրագծերը փոխելիս պարզվեց, որ կոյուղագծերը եւս լուրջ խնդիրներ ունեն։ Վիոլյա ջրընկերությունն ու համայնքը որոշեցին համատեղ ուժերով նորով փոխարինել նաեւ ջրահեռացման համակարգը։ Թաղամասում 1500 գծամետր ջրագիծ վերակառուցելուն զուգահեռ նույնքան էլ կոյուղագիծ կնորացվի։ Վիոլյայի հետ համագործակցությունը համայնքը բարձր է գնահատում։ Ուզում եմ նշել, որ համագործակցությունը այս պահին շատ լավ ստացվել է։ Աշխատանքները մեծ ծավալով ու մեծ թափով ընթանում են։ Փոխարինվում է ամբողջությամբ նորով ջրագծերը, որի արդյունքում ունենալու ենք ավելի որակով ջուր եւ ավելի շատ քանակությամբ ջուր։ Այսինքն մաքսիմալ փորձելու ենք նվազեցնենք ջրի կորուստը եւ նվազեցնենք ջրի եւ ավելի լավացնենք ջրի որակը։ Աշխատանքների ավարտից հետո Երևանյան թաղամասին ներկայիս վարկյանում 28 լիտր ջրաքանակի փոխարեն կմղվի վարկյանում 15 լիտր, որը բավարար կլինի գրաֆիկով սահմանված ժամերին որակյալ ու բարձր ճնշմամբ ջրամատակարարում ունենալու համար։ Կբացառվեն նաև կոյուղագծերի խցանումներն ու վթարները։ Համայնք Վիոլյա համագործակցության լավագույն արդյունքն առկա է Եղվարդի Արայի թաղամասում։ Առաջիկայում այս ցանկը կհամալրի նաև Երևանյան թաղամասը։ Այստեղից հետո նախատեսվում են աշխատանքներ Շինարարների փողոցում։ Հասմիկ Դիլանյան, Սամվել Գալստյան։ Թեհրանի եւ Վաշինգտոնի բանակցային թիմերն արդեն Իսլամաբադում են։ Իրանի պետական հեռուստատեսության տվյալով Իսլամական Հանրապետության պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Պակիստան են մեկնել նաեւ արտգործնախարար Աբբաս Արաղչին, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Ակբար Ահմադյանը եւ այլ պաշտոնյաներ, ընդհանուր առմամբ 70-ից ավելի մարդ։ Իրանը մինչեւ վերջին պահը չէր հաստատում, որ պատվիրակություն կուղարկի բանակցություններին։ Ղալիբաֆը հայտարարել էր, որ ապրիլի 8-ի գիշերը հայտարարված հրադադարի պայմանները չեն կատարվել։ Մասնավորապես Վաշինգտոնը չի ապասառեցրել իրանական ակտիվները, իսկ Իսրայելը չի դադարեցրել Լիբանանում ռազմական գործողությունները։ Իսլամաբադում ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նա հույս է հայտնել, որ դրական արդյունքներ կունենան։ Եթե իրանցիները բարի կամք դրսևորեն, մենք էլ ձեռք կմեկնենք, հավելել է պաշտոնյան։ Սպիտակ տան թիմի կազմում են նաև հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը, Ջարեդ Քուշները ու եւս մի քանի տասնյակ պատվիրակ։ Բանակցություններին ընդառաջ ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է առաջնային նպատակն է, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա։ Դոնալդ Թրամփը նաև շեշտել է, որ Հորմուզի նեղուցը պետք է վերաբացվի։ Սպիտակ տան ղեկավարը նախազգուշացրել է, եթե գործարքի չհասնեն, ռազմական գործողությունները կվերսկսվեն։ Իրանը խաղաքարտեր չունի, հավելել է Թրամփը։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների, հայտարարել է Դաշնության արտաքին գործերի նախարարը։ Այժմ, երբ քաղաքական դիվանագիտական կարգավորման հեռանկար է նկատվում, Եվրամիությունը խոսում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին, որպես խաղաղ կարգավորման հիմնական բաղադրիչ, նշել է Սերգեյ Լավրովը, հավելել, դա բավական չէ։ Նրա խոսքով եվրոպական կողմը ցանկանում է տեղ գտնել բանակցությունների սեղանի շուրջ։ Կիև-Մոսկվա բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին հայտարարություն
իրադարձությունների ֆոնին ռազմական գործողությունները շարունակվում են։ Օդեսայում ռուսական օդային հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան վիրավորներ, վնասվել են մասնավոր եւ բնակելի շենքեր, քաղաքային ենթակառուցվածքներ։ Սումիում եւս հայտնի է վիրավորների մասին։ Ռուսաստանի բնտվյալով էլ գիշերն ուկրաինական շուրջ 100 ԹՍ է խոցվել, թիրախում են եղել Կրասնոդարի երկրամասը, Բելգորոդի, Բրյանսկի, Ռոստովի, Կալուգայի եւ Կուրսկի մարզերը։ Զատկի տոնների համար Մոսկվայի հայտարարած երկօրյա հրադադարը պետք է ուժի մեջ մտնի այսօր Ռուսաստանի ժամանակով ժամը 16:00-ին։ Կիևից հայտարարել են, որ հայելային կարձագանք են ռուսական ուժերի գործողություններին, թե զինադադարին, թե ռեժիմի հնարավոր խախտումներին։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փենյանում ընդունել է Չինաստանի արտգործնախարար Վան Իին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության Պեկինը վերահաստատել է պատրաստակամությունը խորացնելու երկկողմ գործակցությունը։ Վան Իին հավելել է, որ Հյուսիսային Կորեան ուշագրավ նվաճումների է հասել չնայած երկրին ճնշելու եւ մեկուսացնելու Միացյալ Նահանգների ու արևմտյան ուժերի փորձերին։ Կիմ Չեն Ընը նշել է, որ Փենյանի եւ Պեկինի հարաբերությունները հասել են նոր մակարդակի։ Կողմերը պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական հաղորդակցությունն ու համակարգումը հաշվի առնելով համաշխարհային զարգացումները եւ համատեղ նպաստել տարածաշրջանային խաղաղությանը։ ՆԱՍԱ-ի Օրիոն տիեզերանավը Արտեմիս 2 առաքելության անձնակազմով հաջողությամբ վերադարձել է երկիր, ավարտելով ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին մարդատար թռիչքը դեպի լուսին եւ հետ։ Տիեզերանավի պարկուճը վայրէջք է կատարել Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Լուսնից վերադարձի ժամանակ Օրիոնը մթնոլորտ է մտել մոտ 40,000 կմ/ժ արագությամբ, ինչը համադրելի է 1960-70-ականների Ապոլոն ծրագրի առաքելությունների ցուցանիշների հետ։ Այսպիսի արագությունների դեպքում թռիչքային ուղեգծի նույնիսկ ամենափոքր սխալը կարող է ճակատագրական լինել։ Դիանա Գասպարյան։ Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում բռնցքամարտի հերթական մրցաշարն է Գեղարքունիքի եւ Հայաստանի այլ մարզերի բռնցքամարտիկների մասնակցությամբ։ Մրցաշարը նվիրված է մարզադպրոցի հիմնադրման եւ կայացման ակունքներում եղած Գրիշա Ափրոյանի 90-ամյա տարելիցին։ Մրցաշարը մեկնարկում է մարզիկներին եւ մարզիչներին ողջունելու արարողությամբ։ Այնուհետև մենամարտերը սկսում են կրտսեր տարիքային բռնցքամարտիկները։ Նպաստում է բռնցքամարտի զարգացումը Գեղարքունիքի մարզին, ոչ միայն Գեղարքունիքի մարզին, այլ Հայաստանի Հանրապետությունում։ Ընտրենք լավագույն բռնցքամարտիկին, համալրենք մեր հավաքականը եւ մասնակցենք առաջիկա Հայաստանի Հանրապետության առաջին։ Բռնցքամարտիկները մասնակցում կրտսեր տարիքի, ավագ տարիքի եւ երիտասարդների իրենց քաշային կարգում եւ տարիքային առանձնահատկություններով։ Մրցաշարին մասնակցում են մարզիկներ Գավառից, Նորատուսից, Լճաշենից, Սևանից, Լիչքից, Վանաձորից եւ Իջևանից։ Կրտսեր տարիքայիններից շատերի համար այս մրցաշարը մարզական առաջին լուրջ իրադարձությունն է։ Շատերի համար էլ որպես մարզիկ կատարելագործվելու, սեփական ուժերը փորձելու եւ մարզական հմտությունները հղկելու լավագույն հնարավորություն է։ Մարզվում եմ 2 տարի, Լիչքի ուղում եմ սովորում, ուրախ եմ, որ ես հաղթեցի, առաջին անգամ կռվա եւ հաղթեցի։ Պարապում եմ 3-4 տարի ու իմ համար բոքսը շատ կարևոր է, մասնակցել եմ բազմաթիվ մրցումների, շատ եմ սիրում բոքսը, որ ես հաղթում եմ, մենակից նոր ուրախ չեմ լինում, ուրախ եմ լինում, որ նաեւ իմ ընկերներն են հաղթում, եթե իմ ընկերները չեն հաղթում, ես իրանց փոխում եմ, որ հաջորդ անգամ իրակ հաղթեն, նույնիսկ եթե ես չեմ հաղթում, հաջորդ անգամ են իրակ են ինձ փոխում, որ հաղթեն։ Մասնակցում են 15 հոգի իմ թիմից, իմ երեխեքից։ Գեղեցիկ մրցաշարը, շնորհակալ ենք կազմակերպիչներից, ամեն ինչ նորմալ կազմակերպել են։ Մրցաշարը կարևոր է մեր մարզիկների համար, որպեսզի իրանք ավելի կարողանան իրանք բռնցքամարտի պարապմունքների, մրցումների մեջ հմտանան, ավելի մեծ բեմերում հանդես գալու համար։ Հոբելյանական մրցաշարը ոչ միայն բռնցքամարտի զարգացմանն ու տարածմանն ուղղված միջոցառում է, այլ նաև ներկա սերունդներին սպորտի զարգացման երախտավորների մասին պատմելու առիթ, ընդգծում է միջոցառման կազմակերպիչ Մարատ Կարոյանը։ Նա Ափրոյան ընտանիքին փոխանցում է հուշանվեր ի հիշատակ հոբելյանական մրցաշարի, իսկ մասնակից մարզիկներն իրենց պարգևները ստանում են մենամարտերից անմիջապես հետո, պարգևատրվում են եւ առաջին եւ երկրորդ տեղ գրաված մասնակիցները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։
Թոշակառուները կարող են անշարժ գույքը ձևակերպել հետադարձ հիփոթեկով, պահպանել սեփականության ու բնակության իրավունքը, միաժամանակ պարբերաբար ստանալ համապատասխան եկամուտներ գրավառուից, այս դեպքում բանկից։ Որոշման նախագիծը մշակելիս կադաստրի կոմիտեն ուսումնասիրել է միջազգային փորձը։ Մարդիկ ապրելով անշարժ գույքում չեն կարողանում որոշակի առումով հենց այդ պահին եկամուտ ստանալ, պահպանելով դրա օգտագործման եւ սեփականության իրավունքը, եւ հետադարձ հիփոթեքը հենց այն գործիքն է, որը զարգացած պետությունները ներեն դրել եւ փորձել են կարգավորել այս հարցը եւ սեփականատերերը թոշակի անցնելուց հետո ունենալու են հնարավորություն այս օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում բանակցելով բանկի հետ, որի բանակցության վերաբերյալ պայմանները հստակ արձանագրված են օրենսդրական կարգավորումներում, հետադարձ այդ նույն տունը հանձնել բանկին հետադարձ հիփոթեկով, պահպանելով դրա նկատմամբ սեփականության իրավունքը, պահպանելով այդտեղ բնակվելու իրավունքը եւ թոշակառի տարիքում ստիպված չլինեն վաճառել իրենց սեփական գույքերը, տեղափոխվել, որպեսզի կարողանան նաեւ հոգալ որոշակի այն ծախսեր, որոնք որ իրեն կարող էին այս ճանապարհով, այս մեխանիզմով ստանալ եկամուտներ։ Այդ եկամուտը կգումարվի թոշակներին, կդառնա հավելյալ միջոց, որն էլ կդառնա բարեկեցիկ ապրելու երաշխիք։ Կապանում փոքրիկ հարցախույզ անցկացրինք հասկանալու, թե ինչ կարծիք ունեն թոշակառուները նախագծի վերաբերյալ։ Փառք Աստծո, մեզ տղաներ էլ ունենք, աղջիկներ էլ ունենք, արդեն գրանցածը իրանց վրա է։ Դա ավելի շատ ողջամիտ առաջարկություն է, նրանք որ չունեն ժառանգորդ, գիտե որ ժառանգորդ չի լինելու։ Արտասահմանում հաստատ վաղուց ուժի մեջ է, հիմա էլ ստեղ ոնց որ բան են անում, տենանք։ Միջև քանի տարի ձայնը գալու է, էլի, ինչքանով արդարացրեց, գոհ են, դժգոհ են։ Պաշտը եթե ժառանգ չունե, պենսիոն է նորմալ է։ 56,000-ը, այս կողմից մտնում է գրպանից, մյուս կողմից դուրս է գալիս։ Բա չես կարողանում ոչ ուտելու, ոչ խմելու, ոչ բան չի հերիքում։ Բացարձակ։ Նիստի ընթացքում քննարկվել է նաև վարկավորման տոկոսադրույքների առավելագույն շեմը, դրանց կիրառման համաչափությունը, պայմանագրով նախատեսված պարտավորությունների մարման կարգը եւ այս ամենի հետ կապակցված իրավահարաբերությունները հստակեցնելու հարցը։ Հետագայում, երբ որ այս ժամկետը բոլորս էլ անցավոր ենք, երբ որ թոշակառուն այլևս չկա, իր ժառանգները հնարավորություն ունենում արդեն իրական հիպոթեկով այդ իրանց բնական արդեն որոշակի սովորական պայմաններից ենթադրվում եմ ինչ որ բանով բան կանի, կտարբերվի։ Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն արձագանքելով Նիկոլ Փաշինյանին մանրամասնեց։ Երբ որ հանձնվում է բնակարանը հետադարձ հիփոթեկով, անկանխիկ միջոցով ամենամսյա վճարումներով թոշակառուն ստանում է որոշակի գումար եւ կարիք չունի այդ ընթացքում բանկին մարումներ կատարել։ Հենց ինստիտուտների տարբերությունը սա է, որ ինքը այդ գումարը ստանալու է։ Հետո ժառանգները եւ հետագայում, երբ որ թոշակառուն կմահանա եւ այդ գույքը կդառնա արդեն կմտնի, այսպես ասված, ժառանգության ծավալ կամ կանցնի բանկին սեփականություն, ժառանգորդը հնարավորություն կունենա բանկի հետ կնքել պայմանագիր եւ ստանալ արդեն հիպոթեկային ամենամսյա արդեն ժառանգորդը կմարի այդ գումարը եւ այդ բնակարանը ձեռք կբերի բանկից կամ եթե այդ նման պահանջը չլինի, բանկը կգրանցի իր իրավունքը եւ կհանի արդեն աճուրդով օտարման եւ կձեռք բերեն մարդով, որ կցանկանա ձեռք բերել։ Դե կախված կլինի նաեւ թե ինչքան է վճարել բանկը դրա համար, որովհետեւ կարող է այդ գույքի արժեքի 50%-ը վճարած լինի, 80, 100 համեցեք։ Այդ մասերը ամբողջությամբ կարգավորված են եւ կարգավորված են հետեւյալ տրամաբանությամբ, որ բանկը կկարողանա պահել իր մոտ այնքան գումար, որքան որ վճարել է, ծախս է կատարել եւ համապատասխան տոկոսներն են հաշվարկվել։ Եթե այդ գույքը կվաճառվի ավելի թանկ գնով, ապա այն տարբերություն գումարը կփոխանցվի արդեն գույքի սեփականատիրոջ ժառանգորդներին եւ կմտնի ժառանգության ծավալ։ Հետադարձ հիփոթեկի ինստիտուտի ներդրումը ոչ միայն անշարժ գույքի շուկայի զարգացման, այլև սոցիալական պետության համար կարևոր քայլ է։ Այն միաժամանակ ապահովում է սեփականության իրավունքի լիարժեք իրացումը, ֆինանսական գործիքների ընդլայնումը եւ քաղաքացիների համար ստեղծում են նոր հնարավորություն իրենց գույքի արժեքը վերածելու կայուն եկամուտի, համոզված են կառավարությունում։ Մարդը ապրել է $500,000 տուն ունի, $500,000 տուն ունի։ Բայց մարդը մտածում է, տենաս ինձ ամիսը 32,000 դրամ կտան, որ ես բան անեմ, հաց առնեմ, թե չեմ տա։ Մեր թոշակառուները կհասկանան, որ կարող են այս մեխանիզմից օգտվել եւ երբ որ ասում ենք 63-ից է թոշակի տարիքը ամենևին էլ տանը նստելու տարիք չի, ընդհակառակը։ Ավելի ակտիվ կյանքով ապրելու տարիք է
Եվ սա այն հնարավորություններից մեկն է, որը մենք ուրախությամբ ստեղծում ենք մեր թոշակառուների համար։ Նախագիծը ապրիլի 2-ի գործադիրի նիստում հավանության է արժանացել։ Մոտ ապագայում այն կուղարկվի ազգային ժողով առաջին ընթերցման։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան։ Քրեական ոստիկանության գլխավոր եւ Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 4 հասցեներում, հայտնաբերվել է զենք զինամթերք եւ թմրանյութեր։ 4 անձ ձերբակալվել է, նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է։